Բժիշկ, ասացեք, ընտրեմ, թե օրգանիզմը կնոջ ինչ փոփոխությունների է ենթարկվում 60-ից հետո, մինչև 60-ը, եթե էական փոփոխություններ կան, որ մարդիկ պետք է ֆիքսեն եւ ճանաչեն։ Մենք բոլոր կանայք գիտեն ինչ է դաշտանադադարը, բոլորը սպասում են նրան, քանի որ դաշտանադադարը չի համարվում պաթոլոգիա, այսինքն դա բնականon ֆիզիոլոգիական process է, ծերացման process է, որը որ անխուսափելի է։ Դրա պատճառով բժիշկները որպես պաթոլոգիա չեն անդրադառնում հաճախ, սակայն իհարկե քանի որ առաջացնում են սոմատիկ խնդիրներ, այսինքն պացիենտ չասեմ, այլ կանայք բոլորը առնչվում են դրա հետ, չկա կին, որ չառնչվի ըստ տարիքի, պետք է իմանան մի քիչ մանրամասն ավելի եւ մի քիչ ավելի դասավորված մտքերով, հա, որովհետեւ հաճախ կանայք գալիս են գանգատով եւ իրենք են ենթադրում, որ դա իրենց մոտ արդեն դաշտանադադար է։ Մենք բժիշկներս կատարում ենք ինչ դեր, այսինքն ախտորոշում ենք։ Հիմա եթե կինը դիմել է ավելի երիտասարդ տարիքում, օրինակ միջև 40 կամ 40 հենց, մենք պարտադիր պետք է դիֆերենցիենք դա դաշտանադադարը իր մոտ սկսվում, թե հորմոնային խախտում է։ Այսինքն մենք ունենք 40 տարեկան կանայք, որոնք դեռ պլանավորում են հղիություն, անգամ ասեմ առաջին հղիություն են պլանավորում, մենք չեն կարող ուղղակի ասել, որ այս տարիքում արդեն պետք չէ պլանավորել եւ այլն, դա իրենց իրավունքն է եւ մեր պարտականությունն է գնահատել առողջական վիճակը եւ ճիշտ ուղու վրա դնել եւ ճիշտ խորհուրդներ տալ։ Եթե գալիս են կանայք օրինակ 45 անց, նախ ասեմ դաշտանադադարը ընդունված է մոտավորապես 44-ից 46-ից 54 տարեկան հատվածը համարվում է նորմալ դաշտանադադարի շրջան, սակայն դա քանի որ նույնիսկ եմ ասում ֆիզիոլոգիա է շատ ինդիվիդուալ է, որովհետև ունի ինչպես գենետիկական ֆակտոր, այնպես էլ ապրած կյանքի որակի խիստ կապված է։ Ինչը կարող է հանգեցնել վաղ դաշտանադադարի։ Վաղ դաշտանադադարին կարող է հանգեցնել օրինակ ծխելը, որը որ ցավոք սրտի մեր սերունդի ավելի շատացել է, ունի ուղիղ կապ, հիմա քանի որ դա հորմոնային մակարդակի վրա է այդ կապը ազդում, դրա համար ես հիմա չեմ անդրադառնա մանրամասը, իսկ մյուսը սթրեսն է, որը որ նորից ցավոք սրտի ունեցել ենք պատերազմ, ունենում ենք պատերազմներ եւ ունենում ենք անխուսափելի ստրեսային իրավիճակներ, որոնք նույնպես կարող են բերել վաղաժամ դաշտանադադարի։ Իսկ մեր դերը նրանումն է, որպեսզի մենք կանայք ինչը որ մեր ձեռքերում է, այսինքն կարգավորենք կյանքը, հնարավորինս խուսափել ստրեսներից, հասկանում եմ, որ կան անխուսափելի, բայց հնարավորինս լինել ավելի զբաղված լինել սպորտով, ավելի զբաղված լինել դրական էմոցիաներով, ավելի կյանքին նայեն դրական եւ հավատացեք դա ուղիղ կապ ունի դաշտանադադարի ֆիզիոլոգիական դաշտանադադարի, սակայն ոչ պաթոլոգիկ ընթացքի հետ։ Այսինքն դաշտանադադարը կլինի պակաս ցավոտ, պակաս տհաճ հետևանքներով։ Դաշտանադադարը, այո, մենք գիտենք, հիմա խոսենք սիմպտոմներից եւ ավելի հասկանալի կլինի ինչից ենք մենք խուսափում, հա։ Տեսեք, կան կանայք, որոնք անգամ չեն էլ զգում ինչպես է իրենց դաշտանադադարը հասունացել, ինչպես է եկել այդ փուլին, որ ինքը արդեն մտել է ծերացման շրջան։ Իսկ կան կանայք, որոնք շատ են զգում, դա մի տեսակ կարող ենք ասել սոցիալ հիգիենիկ խնդիր է դառնում, այսինքն օրինակ նույն ամիզապահությունը, որոնք կանայք ունենում են, դա եւ սոցիալական խնդիր է եւ հիգիենիկ խնդիր է եւ նրանց շատ դա ենթարկում է ստրեսի, դեպրեսիայի, կան կանայք, որոնք ունենում են ջերմահորդանքներ, նույն ջերմահորդանքները նույնպես բաժանում ենք ծանր, թեթև, միջին եւ այլն, դա արդեն երբ որ պացիենտին մենք անամնեզ ենք հավաքում, զրուցում ենք պացիենտի հետ, արդեն հասկանում ենք ինչով կարող ենք օգնել, օրինակ հորմոնային բուժում պետք է նշանակենք, թե ուղղակի ճիշտ խորհուրդներ տանք կամ ֆիտոէստրոգեններ նշանակենք, որովհետև դրանք են միայն շատ օգնում են, չկա այտենց որ նշանակենք ու այսպես ասած
չլինի, որտեղ մենք բուն պատճառին ենք, այսպես ասած, թիրախային ենք անում այդ բուժումը։ Կան պացիենտներ, որոնք օրինակ գանգատվում են, տեսեք, այդ ջերմահորդանքը իրականում շատ տհաճ երևույթ է, որովհետև մարմինդ ունի նորմալ ջերմաստիճան կարծես թե եւ վարքյանական դա տևում է 1-ից 3 վարքյան երևի, բայց շատ տհաճ է, որովհետև հետ միասին լինում է զուգահեռ լինում է սրտխփոց, կարող է լինել անգամ դիմացինը կարող է նկատել, դրա պատճառով արդեն պացիենտը կինը ունենում է խնդիր, պսիխոէմոցիոնալ խնդիր, դառնում է դյուրագրգիռ, առաջացնում է անքնություն, պատկերացրեք քնի ժամանակ այդ նույն պրիլիվը կարող է լինել եւ կինը արդեն իր ակունը խախտվում է, դա արդեն իր մնացած հետևանքներով բիոլոգիական ռիթմը խանգարվում է քնի եւ դառնում է դիսկոմֆորտ։ Կանայք տեսեք բաժանենք մի հատ նախադաշտանադադար են պրեմենոպաուզա, մենոպաուզա եւ պոստմենոպաուզա։ Մոտ 2-3 տարի կարող է լինել դաշտանի խանգարում եւ նոր սկսվել դաշտանադադարը։ Կարող է կտրուկ վերջանալ, դրա համար ես ինչ ասում եմ, վերեք նայենք ոչ թե բոլորի համար, այլ շատ անհատապես, այո։ Կան կանայք, որ նախորոք են գալիս, մի հատ լավ կողմ կա ընդհանրապես, երբ որ արդեն խախտվում է դաշտանը, որ պետք է լինի դաշտանադադար, կանայք հաճախ են ունենում արյունահոսություն եւ դա դառնում է պատճառ, որ իրենք դիմեն մեզ։ Այստեղ մենք օգտվում ենք առիթից եւ սկսում ենք հետազոտել եւ արդեն ով չի եկել այդ ընթացքում պապքսուկի ոչ արինային շրջանում դադարեցնելուց հետո վերցնում ենք այդ պապքսուկը, կատարում ենք հետազոտություններ թե սոնոգրաֆիկ թե անպայման հորմոնային հետազոտություն եւ կարիքի դեպքում արդեն ունենում ենք միջամտություն։ Իսկ երբ որ դա կինը արդեն 1 տարի անընդմեջ չունի դաշտան, դա արդեն հստակ դաշտանադադարի շրջան որը մի քիչ ավելի հանգիստ է։ Ավելի հանգիստ է արդեն մոտ 60-ից հետո, երբ որ պոստմենոպաուզան է սկսվում, արդեն դա մինչև կյանքի վերջ է, պոստմենոպաուզան համարվում, որովհետև այստեղ արդեն հորմոնային հանգիստ է կնոջ մոտ։ Բժիշկ էստրոգենի դեֆիցիտը հանգեցնում է, այսպես ասած, կնոջ պայմանական ասենք, վաղ ծերացման, արդյոք պետք է հատուկ դեղորայքով երկարացնել կնոջ երիտասարդությունը, թե բնության հետ, բնության տեմպով գնալ, ինչ եք կարծում։ Տեսեք, մենք ունենում ենք դաշտանադադար ֆիզիոլոգիական եւ արհեստական դաշտանադադար, երբ որ օրինակ հեռացվում են ձվարանները ինչ-ինչ պատճառով, երբ որ ստանում է ինչ-որ դեղորայք, երբ որ ստանում է քիմիոթերապիա, ունենում ենք անխուսափելի, երբ որ ստիպված վաղ տարիքում, հարաբերական վաղ տարիքում ունենում ենք խնդիր, դա իհարկե պարտադիր պետք է հորմոնային, այսպես ասած, հորմոնային բուժում պետք է ստանա, անպայման, այո, պետք է ստանա թերապիա, որովհետև վաղ կլիմաքսը, վաղ դաշտանադադարը ունի իր հետևանքները, կարող է սիրտ-անոթային խնդիրներ առաջացնել, կարող է առաջացնել շատ օրգանների, օրգան համակարգերի, այսպես ասած, խնդիր, եւ որպեսզի մենք խուսափենք, պարտադիր ենք նշանակում հորմոնային թերապիա։ Եթե կինը գալիս է արդեն ավելի ուշ, օրինակ 55, այսինքն որ ֆիզիոլոգիական տարիքային է, իհարկե մենք պետքա բնության մեջ չխառնվենք, բայց այսպես կա մի հատ նյուանս, եթե ինքը ունի պաթոլոգիկ ընթացք, բարձր մենք չենք ասում գնա ոչինչ, տաքը, հովը եւ ֆերմենտողը նորմալ է, տենց ապրի։ Այո, եթե պաթոլոգիկ ընթացք է, անպայման միգուցե նշանակենք ֆիտոէստրոգեններ, այսինքն բուսական միջամտություն, որը որ նույնպես շատ օգնում է, կա մեծ պրակտիկա եւ դա ընդունված պրակտիկա է, այսինքն կախված է կնոջ տարիքից, միջամտում ենք թե չենք միջամտում։ Բժիշկ, իսկ կա արդյոք աղերսներ սեռական կյանքի, երկար սեռական կյանքի եւ կլիմաքսի, այսպես ասած, երկարեցման միջև, ասում են կա։ Դա ճիշտ որ ասեմ, մի քիչ սեքսը պաթոլոգների արդեն իրենց կոմպետենցիան է կապել իրար հետ։ Ես միայն կարող եմ ասել իմ կարծիքը, որ եթե ընդունենք, որ մեր հորմոնալ ստատուսը, հորմոնալ օրգանիզմի վիճակը կախված է մեր էմոցիաներից, սթրեսից կամ հակառակը,
գտնում եմ, որ կարող է որպես հակաստրեսային թերապիա կարող եմ այդպես ասել, բայց զուտ կապելը միայն սեքսոպաթոլոգները կարող են պատասխանել։